Նախքան որպես Գյումրու քաղաքապետ պաշտոնավարելը, Գյումրու կողմից, գյումրեցիների կողմից ընտրված պատգամավոր եք և քաջատեղյակ եք Գյումրիում տարվող բոլոր աշխատանքներին։ Կուզեինք հիմա որպես քաղաքապետ գնահատեիք Գյումրիում աղետի գոտու վերացման ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպիսին են ձեր գնահատմամբ որպես քաղաքապետ։ Կան կուտակված պրոբլեմներ, կան շատ խնդիրներ, բնակարանների հարցը ոնց որ թե լուծում ենք, այսինքն այն պարտքը, որը պետությունը պետք է տար կորցրած, ովքեր կորցրել է երկրաշարժի ընթացքում իրենց բնակարանները, ոնց որ թե պարտքը փակվում է 2013 թվականին ըստ հաշվառման եւ վերջի 420 բնակարանը մենք կհանձնենք 2013 թվականին, որտեղ այս ծրագիրը, որը իրականացվեց եւ մենք Հանրապետության նախագահի հետ հոկտեմբերի 15-ին 1756 բնակարաններ նորից տվեցինք մեր բնակիչներին, դրանից առաջ 2011 թվականին 1056 բնակարան։ Բայց դեռ խնդիրը բնականաբար կա, բնակիչների հետ կապված, անօթևանների հետ կապված, ունենք այս պահին հաշվառված 1481 անօթևան ընտանիքներ, որոնք գտնվում են տնակների մեջ, բնական է այս ծրագիրը հիմա ավարտվեց, պետք է մտածենք, թե ինչ անենք հաջորդ քայլերը բնակարանների հետ կապված։ Գյումրիում աղետի գոտու վերացման աշխատանքները հիմնականում կառավարությունն է զբաղվում, բայց հետաքրքիր է ունի արդյոք քաղաքապետարանը ինչ-որ ծրագիր իր մասով օժանդակելու։ Գյումրու քաղաքապետարանը ունի քառամյա ծրագիր, որը մենք ավագանու նիստ ենք հրավիրելու դեկտեմբերի 12-ին եւ ընդունելու ենք քառամյա ծրագիր, համապատասխան թիմ օրենքի եւ դա լինելու է մեր տեսլականը, մեր ուղեցույցը հետագայում 4 տարիների հետ կապված, քանի որ քաղաքապետը մեր ասում է ըստ օրենքի ընտրվում է ըստ ընտրական օրենսգրքի ընտրվում է 4 տարին մեկ, այսինքն մենք պետք է ունենանք այդ ծրագիրը եւ պետք է կարողանանք իրականացնել այդ ծրագիրը։ Մենք ընդունել ենք նաեւ բյուջեն, որը մենք հաջորդ քայլը կլինի, երևի արդահերթ նաեւ ավագանու նիստ կհրավիրենք, ընդունենք 2013 թվականի բյուջեն եւ բյուջեում մենք պետք է իրականացնենք այն գործառույթները, որը պետք է իրականացնի քաղաքապետարանի համապատասխան բաժինները եւ քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները։ Այսինքն այն մասով, որ կա ծառայություններ եւ պետք է մատուցի քաղաքապետը իր թիմով բնականաբար նա իրականացնելու է։ Իսկ ինչ մնում է այն ծրագրերին, որոնք ես ասեցի, վերը նշեցի, դա բնակարանների խնդիրն է եւ ունենք նաեւ ծրագիր հետագայում Գյումրու զարգացման հետ կապված, դա համարում ենք ուրեմն մշակույթի, սպորտի զարգացում, մանր եւ միջին բիզնեսի զարգացում, որը կարևորում ենք, որտեղ առանց աշխատատեղերի ուղղակի հնարավոր չէ Գյումրիում արտագաղթը կանխել, որովհետև լուրջ արտագաղթ է տեղի ունեցել Գյումրիում այս տարիների ընթացքում, վերջնական հաշվառումը ես իրականացնելու եմ, հասկանալու համար, թե այս պահին ինչքան բնակիչ ունենք մենք Գյումրի քաղաքում, որովհետև հաշվառված է ուրեմն 148,500 բնակիչ, բայց իրականում նույնիսկ 35 ընտրատարածքում վերջի ընտրությունների ժամանակ դեկտեմբերի 2-ի նույնպես ցույց տվեց, որ իրականում եղել է արտագաղթ, որի հետ կապված հաշվառված են, բայց այստեղ չեն գտնվում, բնակվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Դուք թեև մի քանի ամիս է որպես քաղաքապետ եք պաշտոնավարում, բայց վստահ եմ հասցրել եք ուսումնասիրել ինչ է տարվա ընթացքում տեղի ունեցել Գյումրիում, ինչ աշխատանքներ են տարվել կամ ինչ աշխատանքներ չեն տարվել։ Ինչպես կամփոփեք տարին։ 55-րդ օրն է, որ ես այսօր աշխատում եմ, շատ քիչ ժամանակ է, նույնիսկ լրատվությունը ասում է ինձ հանգիստ չթողեց, հենց առաջի օրվանից ես սկսեցի լրատվության հետ աշխատել եւ թափանցիկ իրազեկել հասարակությանը մեր կատարած բոլոր աշխատանքները լրատվամիջոցներով
Եվ այսօր նույնպես խորհրդակցություն անցկացրեցինք, եթե մի քիչ ավելի շուտ դուք գայիք, երևի դուք նույնպես մասնակից կլինեք այդ խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին բոլոր այն խնդիրները, որոնք կուտակված են եւ պետք է մենք կարողանանք մինչեւ տարվա վերջ կապված նույնիսկ միջոցառումների հետ ուղղակի մեր գործառույթները իրականացնենք եւ կատարենք այն կարևորագույն խնդիրները, որը պարտադրված է, դա բնականաբար աղբանության խնդիրն է, արտաքին լուսավորության խնդիրն է, տրանսպորտի խնդիրն է, ճարտարապետական հարցերը, շինարարական աշխատանքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր խնդիրները, որոնք կային, դրանք 10 հարց էին դրված այսօրվա խորհրդակցության մեջ, մենք բոլորը քննարկեցինք եւ թափանցիկ մենք իրազեկեցինք մեր քաղաքացիներին, մեր կատարած աշխատանքների հետ կապված։ Իհարկե, մենք մեր մասնակցությունը կունենանք եւ այդ մասնակցությունը պետք է լինի նաեւ շոշափելի, պետք է բնագիչը հասկանա, զգա որ այսօր նա ինչ որ բան է փոխվել, բարոյ հակեբանական մթնոլորտ է փոխվում, այսինքն նա ինքը պետք է զգա շոշափելի, տեսանելի լինի, այսինքն փողոցի վերականգնում, լուսավորների փոխում եւ այլն, որը իրականացվում է հիմա Գյումրի քաղաքում եւ անելու ենք ամեն ինչ հնարավորություններ ունենք։ Նո ավտոպարկը համալրեցինք նոր մեքենաներով, նվեր ստացանք, աղբատարներ, տրակտորներ եւ հիմա մենք ենք վերանորոգում մեր ունեցած ավտոպարկը, այնպես որ անում ենք մեր հնարավորության չափով ինչ անհրաժեշտ է։ Պարոն Պալասանյան, դուք երկար տարիներ պատգամավոր եք, հիմա քաղաքապետ եք, հոգեբանական պահով ինչ-որ բան փոխվեց, այսինքն ո՞նց եք զգում որպես քաղաքապետ։ Շատ է դարքի հարց եք տալիս, որովհետև նախ պետք է մենք հասկանանք ինչ բան է օրենսդիր աշխատել պատգամավոր որպես եւ ինչ բան է քաղաքապետ աշխատել։ Եթե վերցնում ես քաղաքապետի պաշտոնը, դա երևի 3 կարևորագույն, ասենք, գործառույթներ է իրականացնելու եւ ունի լուրջ լիազորություններ, որը կապվում է թիմ օրենքի հետ, որը կապվում է համայնքային ծառայողի հետ կապված։ Այստեղ քաղաքապետը հստակ կոորդինացնում է երկու ուղղություն, ասենքն նա ավագանու ինստիտուտի հետ է աշխատում, կոորդինացնում է ավագանու ինստիտուտի աշխատանքները, դա կարելի է համարել տվյալ համայնքում օրենսդիր մարմին, որպես եւ ես ասել եմ, որ ես երևի Հայաստանի Հանրապետությունում առաջի համայնքը պետք է լինի եւ առաջի ավագանին, որտեղ մենք կարողանանք կայացնել այդ ինստիտուտը, այսինքն ավագանու ինստիտուտը։ Իսկ երկրորդ խնդիրը դա արդեն գործադիր մասն է, որ նոր ունես համապատասխան թիմ եւ այդ թիմով պետք է իրականացնել այն գործառույթները, որը դրված է քո վրա, այսինքն այն խնդիրների լուծումը, որը անհրաժեշտ է, որպեսզի դու իրականացնես։ Եվ հետաքրքիրը այն է, որ այդ ավագանին պետք է հսկի այդ բոլոր աշխատանքները, նա պետք է ընդունի բյուջեն, նա պետք է կարգավորի, նա ծրագրերի հետ իր մասնակցությունը պետք է ունենա եւ պետք է կարողանա ամեն մի դրամի հետ կապված, որը հավաքագրվում է քաղաքապետարանի բյուջեն, նա պետք է կարողանա վերահսկի։ Կունենանք 5 հանձնաժողովներ, ավականիներ արդեն ընտրել են իրենց հանձնաժողովներում, ընդգրկվել է մոտ 21 ավականիներ ունենք, ունենալու ենք 5 հանձնաժողովներ եւ այդ հանձնաժողովները պետք է վերահսկեն գործադիրի աշխատանք, այսպես ասենք օրենսդիրը, ոնց որ կա հիմա այդ մոդելը, այսինքն ազգային ժողովը, որը հսկում է մեր գործադիրի աշխատանքը կառավարության, այստեղ էլ փոքր մասշտաբով եւելի ասած մոդելում անավանդ երկրորդ քաղաքն է Գյումրի քաղաքը 21 ավականիներ պետք է հսկեն գործադիրի աշխատանք։ Կփորձեմ ես անպայման ճիշտ կոորդինացնել, թափանցիկ, ազնիվ, անկաշար, այսինքն ամեն ինչ անենք մեր ժողովրդի համար, որպեսզի հասարակությունը հասկանա, որ իրոք մտահոգեպետությունը, իրոք քաղաքապետարանը, որը իրենից այս սոցիալապես ծանր վիճակում գտնվող հասարակությունից ինչ որ եկամուտներ է հավաքում, գոնե ճիշտ տեղին ծախսենք եւ կարողանանք ցույց տալ, որ այդ ձեր ամեն մի դրամը մենք ծախսեցինք ճիշտ քաղաքի զարգացման, աշխատատեղերի ստեղծման եւ այլ խնդիրների հետ կապված։ Դուք գյումրեցիներին ամենալավ ճանաչող քաղաքական գործիչներից մեկն եք եւ պաշտոնյաներից մեկն եք։ Եթե մեկ բառով պատասխանելու լինենք այսօրվա գյումրեցիներին, այսօր գյումրեցիներին ինչա պետք հավատք վերականգնելու համար։ Արտարություն։ Եթե մեկ բառով արտարություն։